Ասու հոգին ջրերի վրա է։ Երբ սուզվում եմ շատ ժամանակ, ասու հետ սկսում եմ խոսել։ 183-ամյա Սևան քաղաքի պատմությունն ու կենսակերպը ձևավորվել են աշխարհի ամենաբարձրադիր խոշոր քաղցրահամ լճերից մեկի ափին։ Քաղաքի ու մարդկանց կյանքի ռիթմը տնտեսությունից մինչև ժամանց ու հանգիստ թելադրում է Սևանա լիճը։ Սա Սևանի կենտրոնական փողոցներից մեկն է, որտեղ հանդիպում են տարբեր ժամանակների պատմություններ։ Այստեղ քարե տների կողքին մինչ օրս պահպանվում է տեղի առաջին բնակիչների ռուս մոլոկանների կառուցած փայտաշեն տունը։ Այսօր քաղաքում 24000 մարդ է ապրում։ Արդյունաբերական անցյալով Սևանի ներկան հիմնականում կապված է զբոսաշրջության ու սպասարկման ոլորտի հետ, ինչն էլ քաղաքը սեզոնային ակտիվության է դարձնում։ Եթե ամռանն այստեղ զբոսաշրջային ակտիվ ու աղմկոտ եռուզեռ է, ապա ձմռանը դանդաղ լռություն է։ Ակտիվության այս փոխատեղություններին մշտապես ականատես են նրանք, ովքեր պատրաստ են բացահայտել Սևանը անկախ եղանակային պայմաններից։ Միշտ ջրի հետ կապը ունեցել, միշտ սերն ունեցել եմ ջրի հետ, ու սկսեցի լողալը։ Վահեի համար Սևանը երկրորդ տուն է։ Այս ջրերում նա սուզվել է շուրջ 3500 անգամ, ուսումնասիրելու լճի այն շերտերը, որոնք հեռու են մյուսների աչքից։ Լճի մոտ ծնվա ու սերս աննկարագրելի է միշտ ջրի հանդեպ։ Ես լճում ավելի շատ եմ ելում, քան մեր տունը։ Ես սարքեցի իմ համար մի հատ տենց ինքնաշեն գործիք, ոտի ակ փչելու գործիքը վերցրեցի, Սովետ միության ժամանակվա տենց սարքած 9 մի բան է։ Երկար շլանք վերցրեցի, տունը կար, այդ շլանգով տենց ջուր մի հատ գործիք ստացա ու տրանը ոտով շուշուտ օդը փչում էին ընկերներս, ես տրանով սուզվում էի լճի այդ ափերին, 1.5 մետր։ Տարիների ընթացքում արդեն ավելի պրոֆեսիոնալ լուրջ ձև սկսեցի մոտենալ այդ ամեն ինչին։ Ու անընդհատ երբ մտնում էի լիճում ու մինչև հիմա, ամեն անգամ ես նորության եմ սպասում։ Նույն տեղը, եթե ես 10 անգամ մտածել եմ, այդ 10 անգամն էլ ես նորության եմ սպասում ու սյուրպրիզներ անում միշտ։ (2012) թվի լավ ցուրտ ձմեռ էր անում, սուզվում էի, ջրի մեջ խեցգետիններ էին նկարում, ձմեռօգորտ էին նկարում, մի ամիտ գտա փայտի նավակ։ Նավակ ասած 10 մետր երկարություն ունի, 2.5 մետր լայնություն ունի, ես հասկացա, որ ինքը նոր բան չի, ինքը հին է։ Նավակի մոտ սկսեցի ման գալ, եկա գտա մարդու ոսկորներ ու շատ հետաքրքիր էր, որ վրայի մեխերը դարբնի սարքած էին։ Ու սկսեցինք ուսումնասիրել այդ նավակը, ինքը շատ հետաքրքիր էր։ Հետո արդեն ուղարկեցինք Գերմանիա, ուգլերոդի անալիզ անելու, արեցին, պարզվավ ինքը 1700-1800 թվականներին է նավակը սկե։ Տղեն ձկնորս է, 25-27 տարեկան է, հետո սուզվեցի, արդեն այդ անալիզներն ստանալուց հետո սուզվեցի, ես գտա իր քամարը։ Շատ հետաքրքիր էր, որ վրան կար տարեթիվ նշած 1863 թվական, գրիքոր, ունդեղ անհասկանալի մի հատ բառ է, որը տառերել է գիտնականների հետ չեմ տվել, որ աշխատեն, այդ քամարի վրա այդ անունը տված է, շատ հետաքրքիր էր, որ ինքն էլ քամարի վրա տված էր 1863, արդեն հետաքրքիր էր շատ, որ այդ գերմանացի գիտնականների ասածը մեկ էլ իմ գտածս արդեն իրար մոտ էր, հա։ Լիճը սարքելը ավելի հայրենաս էր, իմ գործից բերումով լիճը, քաղաքը, իմ կողքի ժողովուրդը,
երբ որ ես աշխատել եմ, ասենք, այդ փրկարար հիմնարկում, այն ՆԳՓ ծառայությունում, այդ ոլորտներում աշխատել եմ կամ առանց դրա աշխատելու էլ, երբ որ ես, ասենք, գտնում ենք լողալու, մենք մեր աճույքի համար մարդկանց են փրկե բան եմ արել, ասենք, հետո դու հասկանում ես, որ այդ տարածը չի կորում, հենց քո քաղաքի ժողովուրդը գնահատում են, հարգում, սիրում, տեղ են տալիս, այդ շատ կարևոր է, երբ որ դու գնահատված ես լինում, ու հարգանքով են միշտ մոտենում, թե քեզ, թե քո գործիդ։ Դու տանեմ գցեմ դու։ Ես կտանեմ, հեռու գցեմ, ես մոտիկ չինք չայքի կտանեմ։ Հա։ Ցիրտն է սրատես, այդ պահը, Անգելինա, ուժադիր աղվեսի տեսարանն է, Արման աղվեսը մտի, որ արդեն… Ռեժիսոր Հերմինե Անդրիկյանը որոշել է հոգ տանել իր մոլորակի մասին, ինչպես փոքրիկ իշխանը։ Գաղափարը երևի Ալմաթայից էի բերել ինձ հետ, ունենալ տեխնիկային թատրոն, էներգիայով լցված եկել էի քաղաք եւ ասում էի իմ քաղաքը ինչով է պակաս, ինչի մենք չգնանք, չաճենք, փոքր քաղաք ենք, բայց մենք ունենք այդ պոտենցիալը ամեն առումով, թե աշխարհագրական դիրքով, իր գեղեցկությամբ, ինչպես անենք, որ շատ մարդիկ բերենք մեր քաղաք։ Ինքը էկո թատրոն է, հենց նպատակը, որ Սևանա լիճը մի քիչ ավելի մաքուր պահելու համար շատ թափոններ չունենանք, մշակում ենք թուղթը, կտորը, պլաստիկը եւ դրանից ստանում ենք տիկնիկներ։ Մեր քաղաքը բնիկներ չի ունեցել, բոլորը տարբեր տեղերից հավաքվել են։ Տարբեր տեղերից հավաքվելով ամեն մեկ իր մշակույթն է բերել։ Ու կարծես մենք դարձել ենք մի տարածաշրջան ինտերնացիոնալ մի, հա, որ բոլորի հետ լեզու են գտնում։ Ձգնորսությունը Սևանի ամենահին արհեստներից է։ Այն այստեղ ապրուստի միջոց է։ Սերնդեսերունդ փոխանցվող գիտելիքով։ Սամվելն արդեն 45 տարի լիճ է դուրս գալիս ձուկ որսալու։ Դեռ փոքր տարիքից գիտի լճի բնավորությունն ու լեզուն։ Այն ժամանակ նայել ենք ոնց է զբաղվում ծնողս, ինչ զբաղվում ձուկ էր բռնում, տուներ բերում, սովետական կարգերներ։ Մեկ ինչ խիստ էր ժամանակ ամեն մարդ չէր էլ բռնում։ Դպրոցին հաճախում են ժամանակ, դպրոցից փախնում ենք լճի ափը։ Վազվզում ենք, խաղամ ենք, տենում ենք, դե պետական թոռին գցում, նայում ենք։ Հավատում եմ։ Ամառը դիշտում ենք լճի ափը, դենց գտնում ենք մի կտոր բան կամ տանից ենք, կողանում թակում տանում արդեն սերներս գցեր ինքը դրա վրա։ Այն ժամանակ ծուգը լիքն էր, շատ կարծովին, ափից մի 15-20 մետր հաշում ենք լողով, դնում ենք, հանում ենք, ծուգը նլում էր սիգան, իշխանը այն ժամանակ շատ էր։ 13-14 տարեկան տղա է։ Անում ենք վերավաճառում ենք, ճանապարհը մեր գյուղով էր անցնում։ Հնի 20 մանետ, 30 մանետ։ Այդ սերներս գցեցինք դրա վրա։ Իմ մեծ եղբայրներն են զբաղվել ցկով։ Ես փոքրս էլ եմ զբաղվում ցկով։ Այդ շարունակ աշխատել ենք։ Լիճն ինձ սովորացրել լիքը բաներ։ Ալիքին ոնց դուրս գանք, ոնց աշխատենք, կարելի է ալիքին ծով մտնել, թե չմտնել։ Ամեն ինչն էդի լիճն է սովորացրել, փորձ է բերել։ Ալիքը շատ վատ տեսարան է ձկնորսի համար։ Կյանքի մահու կռիվ է տալի ալիքը։ Ծովը կանգնած է լինում հայլու նման։ Դու աշխատում ես ծովի մեջտեղ, ասենք 5 կիլոմետր, 4 կիլոմետրի վրա։ Մի անգամից երևակայում է 30 վայրկյան է բռնում։
30 վայրկյանում արդեն 2 մետրանոց ալիք է գալիս վրետ։ Չես հասցնում, որ դու փողես ապը։ Բնությունը վայրկյանական խառնվում է։ Ծովի մակերևույթից 1900 մետր բարձրության Սևանի կլիման ցրտաշունչ է։ Այստեղ օդը միշտ սառն է ու զգացնել է տալիս լեռների ներկայությունը։ Վերևից որ նայում ես, թե ջուրը, թե կղզին, թե ամեն ինչը յուրահատուկ է իմ համար։ Արտաշը Սևանի բնության մեջ ու ճանապարհներին լինելու համար ստեղծել է իր փոխադրամիջոցը։ Այն անվանել է Արյուս, ոգեշնչվելով առյուծի ուժից։ 44-օրյա պատերազմից հետո մտածեցի, որ մեր Հայաստանին նմանատիպ մեքենաներ են պետք եւ սարքեցի իմ ձեռքերով։ Մեքենան պատրաստել եմ մոտ 2 տարում, 23 թվականին մեքենան արդեն շահագործվել է։ Մեքենան ընթացքային մասերը վերցված են Mercedes Magnus-ի ավտոմեքենաներից տարբեր, իսկ կուզովային բոլոր դետալները ձեռքի աշխատանք են։ Մետաղը վերցրել եմ, իմ ձեռքերով սարքել եմ։ Վերջնական տեսք, երբ որ ստացա, ճիշտ ասած, ես էլ էի զարմացել, որ այսքան սիրուն է ստացվել։ Ուզում եմ ունենանք նման մեքենա ու ռազմական ուրիշ տեսքով ավելի մեծ։ Նպատակս դա է եւ դա է եղել հենց սկզբից, որ սկսել էի մեքենա սարքեմ, ոնց որ այս մեքենա սարքել եմ նմուշ, ուզում եմ ունենանք ավելի ռազմական տեսքով ու ավելի երևի հզոր պինդ դիմակայուն։ Ամեն օր Սևանցին արթնանում ու ապրում է լեռների գրկում մոտ 25,000 տարեկան լճի ափին, որը տարվա տարբեր եղանակներին ու օրվա տարբեր ժամերին կապույտի եւ կանաչի գունախաղող պատկերներ է նկարում։ Սևան ինձ համար հանգստություն ստանալու, հանգիստ զգալու տեղ է իմ համար։ 14 տարի Երևանում ապրել եմ, նորից հետ եմ վերադարձել Սևան։ Հա, ոնց որ տարբերությունները բավականին մեծ է իմ համար ու Սևանում ես այդ գտա այդ հանգստությունը։ Քաղաքը շատ փոքր քաղաք է եւ մենք բոլորս իրար համարյա ճանաչում ենք։ Երևի դա էլ է ինչ-որ ձևով նպաստում, հա։ Բարեկամ ենք, խնամի ենք, ընկերներ ենք կամ ծանոթ ենք ուղղակի, էլի։ Չգիտեմ, Սևանն իմ համար իր, չգիտեմ, ռելիեֆով, իր միջավայրով, իր կլիմայով, իր հանգստությամբ շատ հանգիստ ու շատ բարենպաստ է իմ վրա օրինակ ազդում։ Ես հիմա ավելի հանգիստ եմ, ավելի զսպված եմ, ավելի կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա, ընդհանրապես նաև իմ կյանքի վրա։ Ու այդ հանգստությունն է, որ ստիպել է ինձ ես հետ վերադառնամ Սևան։ Կուզեի մարդիկ Սևանի մասին անպայման իմանային, որ լճին կպած, հա, շատ մոտիկ գտնվող այս քաղաքը բավականին մեծ պոտենցիալ ու ռեսուրս ունի տուրիստական առումով։ Կուզեի, որ Սևան քաղաքի մասին մարդիկ իմանային, որ եթե մենք Սևանը մի փոքր ավելի այն որդիաբար, հա, մոտենանք, ինքը շատ ավելի լավը կլինի։ Ինքը շատ ավելի գեղեցիկ կլինի, ինքը շատ ավելի ցանկալի կլինի։ Սևանում ձմռան ամենասպասված բնական երևույթներից է լճի սառցակալումը։ Ցրտաշունչ օրերին մակերևույթի որոշ հատվածներ վերածվում են բնական սահադաշտի։ Եզակի այս երևույթը տեսնելու համար ամենատարբեր վայրերից Սևան են շտապում էքստրեմի սիրահարները։
Սևանում է գտնվում աշխարհի ամենաբարձրադիր այգիներից մեկը։ Ծովի մակերևույթից շուրջ 2000 մետր բարձրությամբ բուսաբանական այգում ավելի քան 400 բուսատեսակ կա, որոնցից մի քանի տասնյակը վերացման վտանգի տակ են եւ գրանցված են Կարմիր գրքում։ Յոթանասունական թվականներին Սևանա լճից 16 կիլոգրամ քաշով եւ 95 սանտիմետր երկարությամբ էնդեմիկ իշխան է դուրս բերվել։ Այն այսօր Սևան ազգային պարկի այցելուների կենտրոնի ամենահայտնի ցուցանմուշներից է, որպես լճի երբեմնի լիության խորհրդանիշ։ Ծնվել եմ Սևան քաղաքում, Ձուկտրես թաղամասում։ Առավոտները ժամը 5-ին հենց առավոտը բացվում էր, ձկնորսները արդեն հասնում են իրենց առօրյա գործի։ Ձկնաբան Նորիկ Բադալյանն է, Սևանի հնաբնակներից 60 տարի շարունակ նա նույն նվիրումով աշխատում է Սևանա լճի պահպանման եւ զարգացման համար։ Ձուկ կոմբինատը կողքի հետ էր, նավերը ձկնորսական սպասում էին ձկնորսներին, որպեսզի գնան, որվա իրենց աշխատանքը կատարի։ Հայրս աշխատում էր Սևանի գիտկայանում որպես նահավար։ Նա միշտ գործ ուներ գիտնականների հետ, ձկնաբանների հետ, ջրաբանների հետ, որտեղ այդ հիմնարկությունը հիմնականը ուսումնասիրությունը իրականացնում Սևանա լճում։ Սա երկարությունը 50 սանտիմետր է։ Դեռ ես 8-րդ 9-րդ դասարանում էի, հայրս խորհուրդ տվեց, որ հաճախակի լինեմ իրանց հետ, դուրս գամ ջրի վրա, տեսնեմ ինչ աշխատանք է իրականացվում։ Պապս այն ժամանակ պահեստապետ էր ինձ սովորացնում էր ձկան ենթատեսակները որոշելու, կողակը եւ այլ, դե երեխա տղայի ոչինչ չէի հասկանում, բայց աստիճանաբար սկսեցի սովորել, մտա այդ հունի մեջ։ Ես որ հիվանդանում եմ, ճնշումս որ բարձրանում է, իհարկե, գնում եմ լճի ափ։ Ասում եմ մի կես ժամ, ասում է այդ ամեն ինչը։ Հասկանում եք, ինձ նա ուժ է տալիս, որտեվ ես իր անգերն եմ եղել, ես էլ իր հետ ընկերություն եմ արել։ Իհարկե լիճը, լճի հետ ընկերություն անելը շատ դժվար բան է։ Չես նայում, այդքան հանգիստ, հանդարտ, նա շատ ալեկոզված վիճակում հնարավոր չէ նրան մոտենալ։ Գիտեք, ուղղակի այն չի, ինչ որ կարող ես բացատրել։ Առանց լճի ես կյանք չունեմ եւ հնարավոր չի։ Մեր Սևանա լիճը ինքը ունի իր բնավորությունը, շատ հանգիստ է, շատ սիրուն է, բայց պահի տակ սկսում է քամի փոթորիկ, նույնն էլ քաղաքը, ինքը շատ արևոտ, շատ անուշորեր ունի, բայց մի անգամից ինքը կարող է փոխվի, շատ ցուրտ լինի, թե լիճը, թե քաղաքը նույն բնավորությունն ունեն։ Ես մի քիչ այդ բնավորությունից ոնց որ արդեն ունեմ։ Որպես կերպար, եթե ներկայացնեմ Սևանը, նման է կնոջ ու տարիքով կնոջ։ Հանգիստ բնավորությամբ։ Եթե Սևանը կարողանար խոսել իր բնակչի մասին, կասեր, խնդրում եմ մի քիչ ավելի շատ սիրեք ձեր քաղաքը։ Ամեն մեկը մի փոքր սեր որ դնի մեր քաղաքի մեջ, մեր քաղաքը կլինի աշխարհի կենտրոն։ Լճին կուզեի ասել լիքը ծուգ լինի մեջը։ Ժողովուրդն էլ այդ բարիքից օգտվել։